Սաղմոն ձկան բաստուրման արդեն պատրաստ է։ Ընդհանրապես սաղմոն ձուկ պատրաստելուց հաշվի առեք, որ միսը շատ յուղոտ է ձկան, ինչ ուզում եք արեք, միսը շատ յուղոտ է։ Չորացնելուց, աղ դնելուց, պատրաստի վիճակում ինքը յուղը անընդհատ դուրս է տալիս։ Անգամ թաթախելուց հետո չամանով ինքը յուղը կատկտում է։ Հիմա կկտրենք։ Ահա, տեսքը, շատ հետաքրքիր ինքը գույն է ստացել։ Ոնց որ տեսնում եք, միսը շատ յուղոտ է, սաղմոն ձկան։ Հիմա մենք կպոկենք իրարից, հələ ինքը արդեն իր ֆիլեն ոնց որ պոկվում է։ Այս հյուսվածքները հլնայեք։ Ինքը թել-թել բացվում է։ Հələ շերտերը ինչքան սիրուն է ստացվում, հələ նորի հյուսվածքները առանձնանում են։ Պատկերացրեք, էսի մարդու ատամն է, ինչքան հեշտ է ինքը պոկվել։ Բամբակի նման պոկվում է։ Աղադրումը ճիշտ է կատարվել, չորացումը ճիշտ է կատարվել, ամբողջ process-ը կատարել ենք շատ ճիշտ։ Միակ խնդիրը մսի յուղայնությունն է, որը ինքը բնական ունի։ Իսկ յուղոտ մսի վրա ընդհանրապես չամաննել է դժվար պահում։ Բայց սաղմոն ձկան հետ հələ նայեք ինքը, որ սենց սխում ենք, ինքը յուղը դուրս է տալիս արդեն։ Ինքը շատ յուղոտ միս է, շատ յուղոտ։ Այս բաղադրատոմսով պատրաստեք, անպայման կստացվի ձեզ մոտ։